Բարև ձեզ։ Այսօր ուզում եմ ձեզ հետ խոսել քթի միջնապատի ծռվածության հետևանքով առաջացող գլխացավերից, որ գլխացավերն են պայմանավորված միջնապատի ծռվածությամբ եւ որոնք ընդհանրապես կապ չունեն միջնապատի ծռվածության հետ։ Քանի որ բազմաթիվ հիվանդներ դիմում են միջնապատի շտկման վիրահատական միջոցառումների, որպեսզի վերջ տան իրենց տևական գլխացավերին։ Բայց շատ հաճախ վիրահատությունից հետո նրանց գլխացավերը պահպանվում են։ Ինչու՞։ Որովհետև ոչ բոլոր գլխացավերն են պայմանավորված միջնապատի ծռվածությամբ։ Տեսեք, միջնապատի ծռվածության ժամանակ գլխացավերը լինում են բութ, տևական, նվացող ցավեր, ընդգրկում են քթարմատի շրջանը, ճակատ, կարող են ճառագայթվել դեպի գագաթ, չեն լինում նոպայաձև, չեն լինում սաստիկ, չեն լինում միակողմանի, չեն պրովոկացվում լույսի և ձայնային ազդակներից, չեն ուղեկցվում սրտխառնոցով և փսխումով, գլխի դիրքի շարժումը չի սաստկացնում ցավը։ Իսկ ի տարբերություն դրա մենք ունենք բազմաթիվ այլ խումբ գլխացավերի, օրինակ, խոսենք միգրենանման գլխացավերից, որոնք լինում են կարող են լինել միակողմանի կամ ընդհանուր, պուլսացնող, սաստիկ գլխացավեր, որոնք ուղեկցվում են լուսավախությամբ, ձայների նկատմամբ գերզգայունությամբ, սրտխառնոցով։ Նման հիվանդները փորձում են այդ նոպայի ժամանակ մեկուսանալ, որտեղ ցավը շատ ուժգին է։ Կամ մյուս խումբ գլխացավերը դրանք կլաստերային գլխացավերն են կամ փնջային գլխացավերը, որոնք ընդգրկում են գլխի մի կեսը լինում են միակողմանի, նոպայաձև, նույնպես շատ ուժեղ, ճառագայթում են դեպի աչք, գագաթ, ծոծրակ, երբեմն ուղեկցվում են արցունքահոսությամբ և քթահոսությամբ։ Սրանք հիմնականում պայմանավորված են սերոտոնինային համակարգի խնդիրների, հիպոթալամիկ խնդիրների հետ։ Մյուս խումբ գլխացավերը դրանք ողնաշարամկանային համակարգի ախտահարումների հետևանքով զարգացող գլխացավերն են, որոնք հիմնականում պրովոկացվում են գլխի դիրքի շարժումներից։ Մյուս խումբը գլխացավերի դրանք նևրալգիաներն են, բավականին տարածված, հատկապես մեզ մոտ եռվորյակ նյարդի ախտահարումներն են շատ գանգատ առաջացնում հիվանդների մոտ։ Այս տեսակի գլխացավերը լինում են կրակող, սուր գլխացավեր, որոնք պրովոկացվում են ցրտից, սառնությունից, այսինքն ցրտից ավելի ուժգնանում են ցավերը։ Այսպիսով, երբ որ մենք իմանանք գլխացավերի տեսակը հասկանանք, վերլուծենք և պատճառը հասկանանք, կկարողանանք ազատվել խնդրից։